Շնորհակալություն Տիկին Ղազարյան, մանկավարժական համալսարանի հետ կապված իրավիճակը հետևյալն է, համալսարանում հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված է ժամանակավոր պաշտոնակատար, բոլոր այն անձինք, որոնք որ համապատասխան իրավապահ մարմիններից ստացված գրության ունեին մեղադրյալի կարգավիճակ, նրանց պաշտոնավարումը կասեցված է եւ մենք հենց այսօր պլանավորում ենք հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկել բուհի անելիքները եւ ժամանակավոր պաշտոնակատարը ունեցել է մի քանի օր ժամանակ, որպեսզի առաջին վերլուծությունները անի եւ միասին կարողանանք նաեւ տեսնել մեր կոնկրետ անելիքների շրջանակը, ինչու եմ ասում տեսնել մեր անելիքների շրջանակը, որտեղ բնականաբար ընթանում է նախաքննություն եւ իրավապահ մարմինների աշխատանքն է նաեւ որ պետք է ուղղորդի բուհում մեր անելիքը հետագայի իմաստով, բայց մենք չենք սպասելու դրան, անում ենք մեր սեփական վերլուծությունները եւ այդ իսկ պատճառով հենց այս պահին էլ բուհում շատ գործընթացներ ուղղակի կասեցված են եւ մենք դա ամբողջությամբ վերլուծելու եւ հասկանալու կարիք ունենք, որպեսզի տեսնենք դա պետք է շարունակել թե ոչ։ Օրինակ կապված տարածքների օգտագործման որոշակի քաղաքականությունների հետ կամ այլևայլ ծառայությունների մատուցման ինչ որ գործընթացների հետ, բայց կարծում եմ, որ այստեղ շատ մանրակրկիտ վերլուծություն է պետք, սա իհարկե հոգաբարձուների խորհրդի իրավասությունը չի, բայց այս փուլում կարծում եմ, որ հոգաբարձուների խորհուրդը լրացուցիչ մոնիտորինգային գործառույթներ կվերցնի իր վրա, որպեսզի վստահ լինենք, որ բուհը գնում է ճիշտ ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Երևանի պետական համալսարանից դասախոսի հեռացմանը, պետք է ասեմ, որ նախարարությունն է ստացել բողոքը եւ ուղարկել բուհին դիտարկման, այսինքն այդ իմաստով տեղեկատվությունը փոխանցվել է նաեւ նախարարություն եւ իմ ունեցած տեղեկություններով խոսքը մեկ միջադեպի մասին չի, այլ խոսքը շարունակական վարքի մասին է եւ ես կարծում եմ, որ ուսանողները բավարար հասուն մարդիկ են գնահատելու իրենց մատուցվող նյութի բովանդակությունը եւ նպատակը եւ ամենևին չեմ կարծում, որ կարելի է հեշտությամբ մանիպուլացնել մեր սովորողներին եւ չեմ կարծում, որ դասախոսները պետք է զբաղվեն դրանով։ Գիտեք, մենք պետք է սովորենք այն մոտեցմանը, որ կրթությունը մի բան է, որի համար դու վճարում ես։ Եվ եթե դու վճարում ես, դու պիտի ստանաս որակյալ գիտելիք, հմտություն, կարողություն։ Հատկապես բուհում, բարձրագույն ուսումնական հաստատությունում քո անցկացրած ամեն րոպեն ու ամեն ժամը պետք է ունենա իմաստ ու նպատակ։ Ժամավաճառությամբ զբաղվելը, ինչը տարիներ շարունակ ընդունված է եղել, կենցաղային խոսակցությունները, այլևայլ նպատակներով ու օրակարգերով լսարաններ մտնելը, որը մեր բոլոր բուհերում էլ մի տարածված բան է եղել եւ շարունակում է մնալ տարբեր դասախոսների պարագայում, չպետք է հանդուրժեն առաջին հերթին մեր ուսանողները։ Ու եթե չեն հանդուրժում, շատ ճիշտ են անում։ Ու ես կարծում եմ, որ անթույլատրելի է հատկապես այդ խնդիրները բարձրաձայնող ուսանողներին թիրախավորելը։ Սա ինչի մասին է, որ խնդիր կա չխոսենք այդ մասին։ Իսկ գուցե դասախոսը որպես չափահասանց գնա հայաց գցի իր գործունեությանը։ Երբ որ ես դեռ ժամանակ ունեի դասախոսական գործունեությամբ զբաղվելու, ամեն ժամը, որ անցկացնում էի լսարանում, անընդհատ մտովի հետադարձ կապի մեջ էի, որ հասկանայի այն, ինչ ես անում եմ լսարանում, պետք է այդ ուսանողներին, թե չէ։ Առաջին հերթին իրենց օգնում է ինչ-որ մի բան հասկանալու, պատկերացնելու իրենց մասնագիտությամբ։ Թե չէ գիտեք, ինքնահաստատման եւ սեփական օրակարգերը սպասարկելու համար լսարան մտնելով ոչ մեկին չես զարմացնի, բողոքը ստացել է նախարարությունը ուղարկել է բուհ, դեռևս մենք չենք ստացել որևէ բան ազատված դասախոսից, կստանանք ըստ ընթացակարգի կքննարկենք իհարկե։ Մեր երկիրը իրավական երկիր է եւ օրենսդրության բոլոր պահանջները գործում են բոլորի նկատմամբ։ Ինչ վերաբերում է Հովհաննիսյան ինստիտուտին տրված դրամաշնորհին, գիտեք, կառավարությունը իր տարբեր կարիքների համար կարող է եւ պետք է պատվիրի հետազոտություններ։
Ես կարծում եմ, որ դա անհրաժեշտ